Փաստաբան Հովհաննես Բուդոյանի հետ։ Հիմա 10 է եւ արդեն պետք է մեկնարկի, չէ՞։ Եվ նախ դատական նիստի սպասելիքներից եւ դատավորի արձիությունները։ Ես կարծում եմ մեր հասարակության մեջ որևէ մեկի մոտ կասկած չի մնացել, որ եթե գործը մակագրվել է Մաս Մելքոնյանին, ապա ելքը կանխորոշված է։ Նույնիսկ եթե իրեն մակագրված դա չլիներ, արդեն իսկ այս կարգի ապօրինի մեղադրանքը քննչականով անցկացնել դատարան բերել է կրկին այդ ռիսկը մեծ պարունակում էր, բայց իր մասնակցությունը արդեն կարծում եմ բոլորի մոտ հարց չի առաջացնում, որ կա քաղաքական որոշում եւ պետք է այդ որոշումը դատական ակտով փաթեթավորվի։ Բայց մի հատ շատ կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել, այսօր առավոտյան տրված մեկնաբանության մեջ հայտնեցի, որ եղած զայնագրությունները մոնտաժված են, չեն արտահայտում իրականությունը եւ ծանոթանալով խափանման միջոցի կից նյութերին արդեն կարող եմ միանշանակ պնդել, որ դա այդպես է եւ շատ ցավալի է, որ քննչական կոմիտեի պաշտոնատար անձինք գնացել են այդ աստիճանի զազրելի կեղծիքների, որ ասել եք Բաղդադ Սրբազանի ձայնն է։ Ես եմ ասում մոնտաժված նյութեր են, որտեղ ոչ միայն կոնտեքստից կտրված խոսքեր են, այլև ամբողջական նախադասություններ են ձևակերպված տարբեր մտքերից եւ իրական խոսակցությունն ու ամեն դեպքում այն խոսակցությունները, որ ի սկզբանե ունեցել են իրապահ մարմինները, վկայում են հակառակի մասին, որ որևէ հակաիրավական հանցավոր արարք իրականացնելու մտադրություն որևէ անձ չի ունեցել եւ եթե կան պաշտոնատար անձինք, ովքեր կարող են հակառակի մեկնաբանությունը տալ պնդել, սպասում եմ իրենց հայտարարություններին, որ կարող են ասել, որ հրապարակված ձայնագրությունները քննչական կոմիտեի կողմից մոնտաժված չեն եւ չեն խեղաթյուրում իրականությունը։ Չեն հակադարձում, բայց ամեն դեպքում իշխանությունների եւ բոլոր մակարդակներում իրենց պարտքն են համարել այս ժամերի ընթացքում տեղադրել հայտարարություններ ահաբեկչության մասին, պետական հեղաշրջման մասին, գրառումներ են անում, ասում են, որ իսկապես կանխվել է մեծ ահաբեկչություն, համեմատում են նույնիսկ հոկտեմբերի 27-ի հետ։ Նման համեմատություն իհարկե արել է իշխանամերձ շրջանակ։ Դրա համար լավ կլինի բավարար ապացույցներ հրապարակեն, իրավապահ մարմինները որպեսզի չունեն, իսկ ԿՓ-ական շրջանակի համակցված հայտարարություններ իրավապահ մարմինների գործողությունների հետ հուշում է, որ սա նախապես պատրաստված քաղաքական օպերացիա է եղել եւ նրանց այդ ոչի գրառումները էլի բխեցվում են այն նույն ձայնագրություններից, որոնք իրենք իսկ կեղծել են։ Խոդան գալով դատավորին, Մասիս Մելքոնյանին, հաշվի առնելով այդ աղմկահարույց նախադեպերը, այսինքն իշխանությունների, ինչպես նշում են մասնագետներ նաև, իշխանությունների հրահանգով դատական վճիռներն ու որոշումները, ինչ պետք է սպասել այս դատարանից։ Արդեն ասացի, որ դատարանից արդարացիական ակնկալիք չկա, Մասիս Մելքոնյանից առասել է երբևէ որևէ առիթով արդարացիական ակնկալիք չի եղել։ Ես այդքան ռոմանտիկ չեմ, որ Մասիս Մելքոնյանից սյուրպրիզներ սպասեմ։ Ամեն դեպքում մենք գնալու ենք, մասնակցել ենք դատական նիստին, արձանագրելու ենք բոլոր խախտումներն ու վարույթի ապօրինությունը, հնարավորություն ենք տալ նիստը ռմբակա լինելու։ Հնարավորություն ենք տալու, որպեսզի դատախազ կլինի, եթե դատախազ ներկայացած կլինի, դատարանը ներկայացնի իր որոշումները եւ եւս մեկ անգամ լրացուցիչ գործողությամբ ստորագրեն այդ ապօրինի գործողությունների։ Շնորհակալություն։